Հեղուկ վառելիքի շուկայում ներկրվող տնտեսվարողների համար կրկին խրախճանք է։ Շահույթներ է, որ գեներացնում են ի հաշիվ սպառողների։ Բենզինի շուկայում գները օր-օրի 10-ից 15 դրամով թանկանում են։ 1-2 շաբաթ առաջ, եթե ռեգուլյար բենզինը 455-ից 465 դրամ էր, հիմա դարձել է 500։ Պրեմիում տեսակինը վաճառվում է 520-ից 530 դրամով։ Մենք տեսել ենք բենզինի շուկայում ամենատարբեր պատանումները։ Գնանքում մի ժամվա մեջ, երբ որ շուկայում փոփոխություն չի ունում, ես տեսել ենք, որ պետական կառույցը արձագանքում է տնտեսվարողների վերլուծությունների մակարդակով։ Հեղուկ գազի շուկայում ավելի շատ են անբարեխիղճ տնտեսվարողները։ Շատերն օգտվելով համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակից, Մերձավոր Արևելքում դեռ չկարգավորված գործընթացներից մտքի ծայրով անցած գինը, որ սահմանել են ներկրված ապրանքի համար։ Նախ հեղուկ վառելիքի 1 լիտրը թանկացավ հասնելով 200 դրամի, հետո տնտեսվարողները շեշտակի փոխեցին վաճառվող հեղուկի արժեքի թվերը, հասցնելով մինչև 250 դրամի։ Քաթարը ամենամեծ արտադրողներից մեկն է հեղուկ գազի, դրա համար դա միջազգային գիներին հարվածել է։ Բայց մեր դեպքում Ռուսաստանից է ներմուծումը ու շուկան սեգմենտավորված է, այսինքն կարող է Ռուսաստանի շուկան այդքան սերտ փոխկապվածություն չունենալ միջազգային շուկային։ Դրա համար գուցե նաև ասենք լոգիստիկ խնդիրներով, օրինակ լարսով անցումով է պայմանավորվում։ Ադրբեջանական ներկրվող բենզինով հայ հանրությանը ոգևորողների, հատկապես պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում փորձագետները, տնտեսագետները։ Կա գեթ 1 պետական կառույց, որ խորը ուսումնասիրություն կիրականացնի վառելիքի շուկայում հասկանալու համար, որքանով են հիմնավոր կայծակնային արագությամբ գնագոյացումները։ Ունենք էկոնոմիկայի նախարարություն, ով համապատասխան աշխատանքը պետք է կատարի։ Ինչի եմ ասում էկոնոմիկայի նախարարություն, որովհետև այնտեղ որտեղ գերիշխող դիրք ունեցող չկա, մեծ շուկա է։ Գները կարգավորող ուղիղ կարգավորող սանկցիա իրականացնող մարմինը մասնավորապես բարոնի շահերի պաշտպանությամբ անելիք չունի, բայց էկոնոմիկայի նախարարությունը պետք է գործան շատ արագ բիզնեսին պետք է ուղղորդի, որտեղ կարող է բերել այլընտրանքային վառելիքը։ Հետաքրքրականն այն է, որ համաշխարհային շուկայում տեղի ունեցող գնային վայրիվերումների հայաստանյան շուկան adekvat չի արձագանքում, երբ օրինակ հեղուկ վառելիքի շուկայում գնագոյացում է, հայաստանյան շուկան արագ արձագանքում է դրան, ապրանքների գների իջեցման դեպքում ժլատ են։ Վառելիքը հարկավոր է չկա։ Ճգնաժամային կառավարում չունենք, պետությունը ձեռքերից վառել նստել է։ Իսկ այնտեղ որտեղ պետք է ճգնաժամային կառավարում եւ այդ կառավարումը բացակայում է, չի կարող բացասական ազդեցություն եւ հետևանք չունեն։ Հեղուկ գազի շուկայում գների թանկացման համար պետական մարմինները նույն խոսույթն են կիրառում։ Շուկան մրցակցային է։ 100-ից ավելի ներկրողներ կան, գերիշխող դիրք գոյություն չունի։ Գնագոյացումը այս օրերին ոչ միայն պայմանավորված է վերին լարսում առաջացած խնդիրներով, այլ նաև Մերձավոր Արևելքի անորոշ զարգացումներով։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից էլ տեղեկացրին, բենզինի գների բարձրացումը տնտեսվարողները պայմանավորվել են բորսայական գներով, ապրանքի ձեռքբերման գինն է ավելացել։ Հանձնաժողովը ուսումնասիրում է շուկան, խախտումների դեպքում վարույթ կհարուցվի։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լավաշի գինը խանութները, սուպերմարկետները թանկացրել են։ Եթե մեկ ամիս առաջ 1 կիլոգրամ լավաշը վաճառվում էր 595 դրամով, ապա այժմ առևտրային կետերում 1 կիլոգրամի արժեքը 620 դրամ է։ Տնտեսվարողներն այս կերպ են մեկնաբանում։ Հայաստան ներկրվող ցորենի 99%-ը Ռուսաստանից է գալիս եւ տեղական շուկայում թանկացումները ըստ նրանց Ռուսաստանում ցորենի գնի բարձրացմամբ է պայմանավորված։ Ռուսաստանում իմ ինֆորմացիայով երաշտ է։ Նույնը կոնկրետ ես կապ ունեմ Ռուսաստանում գործող հաց արտադրողների հետ, նրանց մոտ արժեքը ավելի շուտ էր բարձրացել։ Մեր մոտ 1 ամիս ուշ է բարձրացել հացի արժեքը, կապված ալուրի արժեքի հետ։ Հիմնականում պատճառը դա է։ Ամիսներ առաջ էր էկոնոմիկայի նախարարը հայտնել, որ Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ։ Նրա ներկայացրած հաշվարկով, օրինակ, 1 հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400,000 դրամի ցորեն, այն դեպքում, երբ այդ տարածքի վրա ծախսվում է 420,000 դրամ։ Հացի արտադրությամբ զբաղվող տնօրենը համաձայն չէ նախարարի ձևակերպման հետ, հորդորում է կրծողների դեմ պայքար տանել։ Ցորենի արտերում մկանման կրծողները ավերել են հացահատիկային մշակաբույսերը։ Եթե դաշտերը պաշտպանված լինեն,
օրինակ կրծողների դեմ պայքար տարվի, ապա բերքատվությունը կբարձրանա, այսինքն նույն հեկտարից կարելի է ստանալ ավելի շատ ցորեն։ Արդյունքում եկամուտը կարող է գերազանցել ծախսերը, որը ըստ Ավետիսյանի նախարարի նշած թվին կգերազանցի։ Իսկ առհասարակ անհասկանալի պարադոքս է սկսվել հացի շուկայում։ Մի կողմից օրինակ հացի քաշը նվազում է, մյուս կողմից գինը թանկանում, ալյուրի գինն իջնում։ Տրամաբանորեն այս պայմաններում հացի գինը պետք է 100 դրամից էլ ցածր լիներ, բայց այսօր հայաստանյան ոչ մի սուպերմարկետում, խանութում այդ գնով չես գտնի։ Հացի գինը նվազագույնը 200 դրամ է այն դեպքում, երբ ցորենի 1 կիլոգրամի արժեքը 200 դրամից դեռևս նախորդ տարվանից է իջել, հասնելով 70 դրամի։ Սա լուրջ ահազանգ է հացամթերքի շուկայում ուսումնասիրություններ իրականացնելու համար, նշում է գյուղոլորտի փորձագետը։ Վերահսկողություն չկա, այո, ով ինչ գնի է ներկրում ու ինչ գնի է վաճառում։ Գործարանը ինքը, ում որ մատակարարում է, ասում է, «Դի տնեք, ես ինչ գին է»։ Սրանից թանկ չպետք է վաճառեք, բայց մենք չունենք գյուղատնտեսական ոչ մի ապրանքի, այդպես գին դրած, որ ասենք նախարարությունը ստիպի ֆերմերին կամ չգիտեմ ում ասի կամ որ էս է գինը, սրանից թանկ չպետք է վաճառեք։ Մասնագետների խոսքով հացի շուկան մրցակցային է, հետևաբար որևէ արտադրող գին թելադրելու կարողություն չունի եւ եթե արձանագրում ենք մեկ գին, արտադրողը ավելի ցածր գին առաջարկելու իրավասություն չունի։ Մասնագետների կանխատեսմամբ առաջիկայում կթանկանան խմորեղենը, հրուշակեղենը, ալյուրից պատրաստվող այլ ապրանքատեսակները եւս։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել զինծառայողների վնասների հատուցման համակարգում, ընդլայնելով սոցիալական երաշխիքների շրջանակը։ Առաջարկվում է փոխհատուցման շրջանակում ներառել ոչ միայն 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերը, այլ նաեւ 1998-ից 2016 թվականների ժամանակահատվածը մարտական գործողությունների եւ ծառայության ընթացքում պատճառված վնասների համար։ 2008-ից 2016 թվականների դեպքերի շահառուները արդեն սահմանված են։ Ավելի վաղ 1998-2007 թվականների դեպքերի համար շահառուների շրջանակը կճշտվի փաստաթղթերի հիման վրա կամ հատուկ հանձնաժողովի եզրակացությամբ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել զինծառայողների վնասների հատուցման համակարգում, ընդլայնելով սոցիալական երաշխիքների շրջանակը։ Առաջարկվում է փոխհատուցման շրջանակում ներառել ոչ միայն 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերը, այլ նաեւ 1998-ից 2016 թվականների ժամանակահատվածը մարտական գործողությունների եւ ծառայության ընթացքում պատճառված վնասների համար։ 2008-ից 2016 թվականների դեպքերի շահառուները արդեն սահմանված են։ Ավելի վաղ 1998-2007 թվականների դեպքերի համար շահառուների շրջանակը կճշտվի փաստաթղթերի հիման վրա կամ հատուկ հանձնաժողովի եզրակացությամբ։ Ներքին գործերի նախարարը կառավարության նիստում նշել է, որ նախատեսվում են փոփոխություններ, որոնք վերացնում են բոլոր դեֆորմացիաները, որոնք անձը հաստատող փաստաթղթի մասով տարիներ շարունակ ունեցել են, այդ թվում անձնագիրը վերցնելու եւ մնացյալ բաղադրիչների մասով։ Ենթադրվում է Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրում իր բոլոր ենթակառուցվածքներով բարձր ստանդարտներին համապատասխան, նշել է նախարարը։ Սահմանային բոլոր կետերում կլինի անհպում անցման հնարավորություն, այսինքն քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում եւ առանց որևէ կոնտակտի ելումուտ է անում Հայաստան, ասել է նա, հավելելով, որ այս միտումը կարող է լինել նաեւ այլ երկրներում, եթե երկու կողմերի միջև համաձայնություն լինի։ Ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանություն։ Եթե էլեկտրամոբիլն ունի էլեկտրոնային անձնագիր, գույքահարկը հաշվարկվում է այնտեղ նշված տվյալների հիման վրա։ Այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում կիրառվում է հաշվարկման նոր բանաձև։ Մինչև 250 դիաուժ հզորության դեպքում ցուցանիշը բաժանվում է 1.5-ի, 251 դիաուժ եւ բարձր հզորության դեպքում կիրառվում է երկփուլ հաշվարկ։ Առաջին 250 դիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը 2.5-ի, ապա արդյունքները գումարվում են։ Դատարան ուղարկվող գործերի, քրեական վարույթների թվերը, ինչպես նաև քննիչների ծանրաբեռնվածության ավելացումը մնում են արդարադատության համակարգի առանցքային խնդիրներից։ Թվերը խոսում են ակտիվ աշխատանքի մասին, սակայն միևնույն ժամանակ բարձրացնում են մի շարք հարցեր կապված արդյունավետության եւ որակի հետ։ Ըստ պաշտոնական տվյալների 2025 թվականի ընթացքում քննչական կոմիտեի ստորաբաժանումները ընդունել են 74893 հաղորդում, որոնցից շուրջ 57672
2%-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 17221-ով չի նախաձեռնվել։ Հաշվետու ժամանակահատվածում քննվել է ընդհանուր, այդ թվում նաև հաշվառվածի մասին է խոսքը 224444 քրեական վարույթ, նախորդ տարվա 207132-ի դիմաց, այսինքն քրեական վարույթների թիվն աճել է 17312-ով։ Նշված 224444 քրեական վարույթից 157367-ը փոխանցվել է 2024 թվականից։ Կոմիտեի մարմինների կողմից նախաձեռնվել է 58321 քրեական վարույթ։ Առանց նախորդ տարիներին հաշվառված եւ կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված քրեական վարույթների 2025 թվականի ընթացքում քննվել է 90931 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 85341-ի դիմաց։ 90931 քրեական վարույթից լուծվել է 69694-ը։ Վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը։ 2025 թվականին մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 350 քրեական վարույթ, 2024 թվականի 319-ի դիմաց։ Փաստաբանները սակայն քննիչների ծանրաբեռնվածության ցուցանիշը մտահոգիչ են համարում, քանի որ դրանով կարող է գործի վրա կենտրոնանալու եւ արդյունավետ քննություն իրականացնելու խնդիրներ առաջանան։ Նկատում են, որ ապարատը կարիք ունի նոր ռեսուրսների։ Չկա հստակ տարանջատում այդ 350 վարույթից մոտավոր քանիսն են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործեր, ինչ բարդության գործեր են դրանք։ Շատ դեպքերում այդ ծանրաբեռնվածությունը բերում է քննության վատ որակի, մակերեսային քննության, գործերը ինչ որ կերպ ավարտելու ցանկության ծանրաբեռնվածության ֆոնին շատ կարևոր հաղորդումներով նույնիսկ վարույթ չի նախաձեռնում պատճառաբանելով, որ չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Նախաքննության փուլում թույլ տված բացթողումները կամ թերությունները հետագայում ուղղակի անմիջական ազդեցություն են ունենում արդարադատության որակի վրա, ահազանգում են փաստաբանները։ Ասում են, քննիչները գործերի այդ ծավալով պայմանավորված անգամ ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում քննությունն իրականացնելու ողջամիտ ժամկետներում։ Քննիչները ժամանակ չունեն իրականացնելու պատշաճ քննություն։ Քննիչները մարդիկ են, ովքեր որ պետք է գործի քննությունը ամբողջական իրականացնեն, բայց դրա համար այդ քանակով պայմանավորված վարույթների թվի աճը եւ դրան զուգահեռ քննիչների թիվը չաճելը բերում է նրան, որ քննիչները վարույթները նախաձեռնում են, բայց հնարավորություն չեն ունենում պատշաճ քննություն իրականացնել։ Մեկ քննիչը չի կարող այդ գործերը քննել պատշաճ։ Այսպիսով, եթե աճող ծավալներին մարդկային եւ ինստիտուցիոնալ ռեսուրսները համարժեք չլինեն, ապա դա մասնագետների գնահատմամբ կարող է անմիջական ազդեցություն ունենալ թե նախաքննության արդյունքների, թե վերջնական դատական ակտերի վրա։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է դատախազության նախորդ 3 տարիների գործունեության զեկույցը։ Չնայած դատախազության անկախությունն ու ռեսուրսները բարձր են գնահատվել շուրջ 70%, զեկույցում քաղաքական ազդեցության ռիսկերի վերաբերյալ լուրջ մտահոգություններ են արձանագրվել։ Մասնավորապես ֆիքսվել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախկին սերտ աշխատանքային կապը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նշվել, որ դա խորացնում է քաղաքական կախվածության ընկալումը։ Կոռուպցիոն գործերի 66-ից 80%-ը կարճվել է, մեծ մասը արդարացնող հիմքերով, ինչը վկայում է նախաքննության որակի համակարգային խնդրի մասին։ Հակակոռուպցիոն հետապնդումների մակարդակը կազմել է 13%, իսկ հանրային հաղորդակցությունն ու հաշվետվողականությունը ցածր մակարդակի վրա են։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում իրականացված ուսումնասիրությունների գերակշիռ մասը մեկնարկել է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Սեփական նախաձեռնությամբ մեկնարկել է ընդամենը 24 թվականին ընդամենը 7 ուսումնասիրություն, այսինքն 4.29%, ինչը վկայում է, որ ուսումնասիրությունների 95-ից 100%-ը մեկնարկում են արտաքին ազդակների վրա եւ վարչության գործունեությունը կրում է ռեակտիվ, այլ ոչ թե պրոակտիվ բնույթ։